Տիրոջան փառավոր եղբայրներ քույրեր, Աստված ամեն մեկի սրշնի։ Պիտի կարդամ հետևյալ համարը եղբայրը, որ հիշեցրեց Հովանու ավետարան 8-րդ գլուխ 29 համարից եմ կարդում։ Եվ ինձ ուղարկող ինձ հետ է, ինձ մենակ չի թողնում Հայրը, որովհետև ես միշտ նրան հաճելի բաներ եմ անում։ Երբ որ նա այս բաները խոսում էր, շատեր հավատացին նրան, եւ Հիսուս իրեն հավատացող հրեաներին ասաց. Եթե իմ խոսքի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներն եք, ճշմարտությունը կճանաչեք եւ ճշմարտությունը կազատի ձեզ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան։ Այսօր, երբ որ մենք նայում ենք մարդը ունի ընտրություն, մարդը ծնվել է ազատ։ Ենթեմական պարտեզի մեջ ամենակալ Աստված ցույց տվեց մարդուն իր ազատությունը։ Երկու ծառ, կենաց ծառը եւ չարը բանից անազանող ծառը։ Եվ երբ որ մենք նայում ենք երկրորդ օրինաց 30-19 համարի մեջ, նույն միտքը ամենակալ Աստված այնտեղ ասում է. այսօր երկինք եւ երկիր վկայեմ կանչում, կյանք եւ մահ։ Քուրս ջան, եղբայրներ ջան, ընտրողը դու ես։ Բայց ամենակալ Աստված վերջնակետում ինձ եւ քեզ հորդորում է. կյանք ընտրիր, որ ապրես դու եւ քո սերունդը։ Այսօր մենք շատ անգամ խոսում ենք ազատության վրայով, բայց ինչ է ազատությունը։ Ամեն մեկ անձնարություն տարբեր կերպ է մտածում։ Ուղղակի ուզում եմ հիշեցնել հետևյալը, տարիքով քույր եղբայրներ սա գիտեն, սովետական միությունը որտեղից փլուզվեց։ Ինչի հիման վրա։ Ռեյկանը որից է մեկ զենք չօգտագործեց, որից է մեկ պատերազմ չհայտարարեց, ուղղակի սովետական միության հետ գործնական ընթացքը շարունակելու համար ասել ժողովրդին տուր ազատություն։ Եվ այդ ազատությունը ամեն մեկը տարբեր կերպ հասկացան եւ երկիրը փլուզվեց։ Հիշեք, երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ Եբրայեցիս թղթերում 11-րդ գլխում ամենակալ Աստված խոսում է հետևյալի մասին։ Եբրայեցիս 11-րդ գլուխ 35 համար։ Կանայք իրենց մեռելն ընդունեցին հարությունից, ուրիշներն խիստ չարչարվեցան ազատությունը չընդունելով, որ լավագույն հարությանը հասնեն։ Հիմա հարցը հետևյալն է, որ ազատության մասին է խոսքը։ Երբ որ մենք նայում ենք, երկու ազատություն կա, աշխարհի ազատությունը եւ Տիրոջ ազատությունը։ Այսօր աշխարհի ազատությունը մարդուն տանում է մեղքի, մահվան։ Այսօր նայում ես, մարդիկ ազատ են։ Ինչ ուզում անում են, ինչ կյանքով ուզում ապրում են։ Այսինքն ազատություն մենք շատ անգամ երբ որ նայում ենք մարդու կամք, մարդու սրտի ուզած։ Հիմա հարց եմ տալիս, մարդու կամքը ինչ է։ Եվ մարդու կամքը ուր է տանում մարդուն։ Քուրս ջան, եղբայրներ ջան, նորից եմ ասում, երկու ազատություն։ Աշխարհ, որ իր ազատությունն է տալիս մարդուն հրապուրելով աշխարհի ցանկություններով, ինչ էր գրված Եբրայեցիս 11-րդ գլխի 25-26 համարներում, 24-26 համարներում խոսքը Մովսեսի մասին է։ Ինչ է ասում ամենակալ Տիրոջ խոսքը։ Մովսես ավելի լավ համարեց Աստծո ժողովրդը չարչարվել, քան միառ ժամանակ մեղքի զվարճություն ունենալ։ Աշխարհի ազատությունը միառ ժամանակ այդ մեղքի կյանքն է։ Իսկ մեղքի վասկը ամենակալ Տիրոջ խոսքն ասում է, որ մահն է։ Սալամար քուրս ջան, եղբայրներ ջան, ուղղակի ուզում եմ տեսնենք, թե ինչ է իրական ազատությունը։ Երբ որ մենք խոսում ենք ազատության մասին, հիշում եք Հոբը 5-րդ գլուխ 19 համարում ինչ էր ասում, Աստված 6 նեղություններից կազատի։ Մուրթկեն կանչեց Եստերին, գրված է Եստեր 4:14-ում ասաց. «Միգուցե Աստված քեզ այս պահի համար է ստեղծել, որ վերջը Իսրայելին ազատի։ Եթե դու այս քայլը չանես, Աստված ուրիշ տեղից ազատություն կբերի»։ Սաղմոս 2-ն հետևյալն էր ասում Դավիթը. «Դու ինձ ժողովրդի հակառակություններից ազատեցիր»։ Եսայի մարգարեության 61-ի առաջամարի մեջ գրված է Աստված եկել է գերիներին ազատություն տալու։ Այդպես է թե չէ։ Եղբայրներ քույրեր, այսօր մենք շատ բաներից ազատ ենք, գիտեք։ Բայց կա մեկ բան, որից որ շատ դժվար է ազատագրվել։ Քուրս ջան, եղբայրներ ջան, այսօր շատ եղբայրներ, որոնք որ ծխել են, խմել են, ուրիշ կյանքով են ապրում, ազատ են։ Իրենց կյանքի մեջ է ծխելը չկա, խմելը չկա, ուրիշ վիճակը չկա, ինքը ազատ է։ Պրոբլեմ չունի։
Եթե հանկած առաջարկես ծխիր կամ խմիր, ինք ազատ ենք, երբեք չէր բանանել։ Իրեն տեմը 100 լիտրերով խմիշ դիր, հազարավոր սիգարետներ, ինքը չի ծխի, որովհետև ազատ է։ Կամ մեկ բան, որ ամենադժվարն է, մարդու կյանքում տանում է միջև վերջ։ Եսի թակավորությունը, հին բնությունը։ Հռոմեացիս 7:24-ում ինչ էր ասում Պողոս առաքյալը։ Ինչ խեղճ մարդ եմ, ով կապրեցնի ձեզ եսի մարմնից։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր ամենակալ տիրոջ նպատակը հետևյալն է, որ ես եւ դու կարողանանք ազատվել ամենամեծ թշնամուց։ Ամենամեծ թշնամին մեր եսն է։ Իսկ ինչ է պետք, որպեսզի ես այդ վիճակից ազատագրվեմ։ Մենք շատ անգամ ասում ենք վերստին ծնվել։ Այո, վերստին ծնված անձնավորությունը ազատ է մեղքերը գործելուց, բայց հարց եմ տալիս, ինչ են գործում։ Որն է խնդիրը։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, սրա համար ես կարդում եմ վերևի համարից, որտեղ որ ամենակալ տիրոջ խոսքը ինձ եւ քեզ տանում է հենց այդ վիճակին։ Ուշադրություն դարձեք, երբ որ մենք նայում ենք անձնավորություններ, որոնք որ Աստծո սրտին հաճելի մարդիկ են։ Ինչ եք մտածում, Մովսես նորից ծնվել է, թե չէ։ Եղել է ժամանակահատված, որ Մովսեսի պես անձնավորություն լինի, որ 30/30 Աստծո հետ խոսի։ Չի եղել։ Մովսեսը մարդու չէր ասում, Մովսեսը հարցնում էր Աստծուց եւ պատասխանն առնում էր։ Բայց ուղղակի ուզում եմ բերել այդ օրինակը մեր ամեն մեկի համար։ Թվոց գրքի մեջ, երբ որ մենք կարդում ենք, ամենակալ Աստված ոչ թե այստեղ ուզում է Մովսեսին մեղասու նսեմացնել, այլ ուզում է ցույց տալ մարդ բնությունը։ Ես շատ անգամ անդրադարձել եմ այս երկու համարները Մովսեսի վրա։ Թվոց 14-րդ գլխի մեջ առաջի համարից երբ որ կարդակ, գրված է այնտեղ, որ Իսրայելի ծերերը եկան եւ ինչ ասեցին Մովսեսին եւ Ահարոնին։ Ուշադրություն դարձեք։ Երանի թե Եգիպտոս երկրում մեռածնենք, կամ երանի թե այս անապատի մեջ մեռածնենք։ Ինչու համար Յովան մեզ այս երկիրը բերավ։ Հարց եմ տալիս, ումն են մեղադրում։ Մեղադրում են ասում, ինչի է Աստված ինձ մեզ այս երկիրը բերել։ Ավելի լավ չէ, որ մենք մնանք Եգիպտոսում, այնտեղ կապրենք, ամեն ինչ կար, միսը կար, վերջը կար, ամեն սնունդը կար։ Ոչինչ, մի քիչ էլ չարչարվում ենք։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուշադրություն դարձեք Աստծո մարդ Մովսեսի աղոթքին։ Աղաչում եմ ներիր այս ժողովրդին քո մեծ որմության համեմատ, ինչպես որ ներեցիր Եգիպտոսից մինչև այստեղ։ Բայց կարդում ենք մեկ ուրիշ համար, որտեղ որ ամենակալ Աստված ցույց է տալիս Մովսես անձին։ Նույն Թվոց 16-րդ գլխի մեջ է, որ Մովսեսի եւ Ահարոնի թեմ ելան, ոչ թե Աստծոյի թեմ։ Որակի ուզում եմ, որպեսզի միտքը ընկալենք։ Իսրայելը դեմ է ելել Աստծուն։ Մովսեսը աղերսում է Տիրոջը, որ Աստված ների։ Գորխ Աբիրոն տատան դեմ են ելել Մովսեսին։ Մովսեսի մեջ ուրիշ բան է կատարում։ Թվոց 16-րդ գլուխ 15 համար եւ Մովսեսը շատ բարգացավ։ Հետաքրքիր է։ Աստծո դեմ ելել է, չի բարգացել։ Իր անձի դեմ ելել է, բարգացել է։ Ուրեմն խանգարողը ի՞նչն է։ Մեր անձը, մեր եսը։ Եվ ուշադրություն դարձեք, եթե այնտեղ ինքը աղոթում է, լսեք աղոթքը, աղաչում եմ ներիր այս ժողովրդին քո մեծ որմության համեմատ։ Հիմա իրեն թեմ են ելել, իրեն աղոթքը լսեք, 30 համար, 16-30։ Բայց եթե Յովան մի հրաշք անը, երկիր բերանը բանա, նրանց եւ նրանց բոլոր ունեցածը կուտա, նրանց ոչ դժոխքնի չցնե։ Հարց եմ տալիս, փոխվեց աղոթքի ձևը, թե չէ, որն է պատճառը։ Եսը վիրավորվել է։ Եվ այսօր ամենակալ Աստված մեզ ամեն մեկիս ասում է, որ ես եւ դու պիտի ազատվենք մեր եսից։ Առաջի Կորինթացիս 9:27 համարի մեջ գրված է. Ես իմ անձը կճնշեմ։ Հռոմեացիս 7:24-ում ինչ էր ասում ինքը Պողոս առաքյալը։ Գրված է. Ես ինչ խեղճ մարդ եմ, ով կապրեց ինձ այս մահի մարմնից անձիցը։ Եվ Պողոս առաքյալը պատերազմ է հայտարարել իր անձի դեմ։ Ես իմ անձը կճնշեմ ու կնվաճեմ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, նույն Պողոս առաքյալը իր կռիվը տալիս է, ինչ է ասում.
Ես ամեն օր կմեռնիմ, ես անձը, մարմնի ցանկությունները, այդ հպարտությունը, եսը, չգիտեմ նախանձը, չգիտեմ ինչ վիճակները, բարգությունը, քուրս ջան, եղբայրներ ջան, ես ինչ պիտի անեմ, որ այդ վիճակից ազատվեմ։ Հոբն ասում էր, նա 6 նեղությունից քեզ կազատի։ 6 նեղությունից հետո էլ նեղություն չի գալու մեր կյանքի մեջ։ Իշքան է ազատի Աստված մեզ նեղություններից, խնդիրներից։ Հարց եմ տալիս, էլի չի եկել։ Եկել է։ Քուրս ջան, եղբայրներ ջան, խնդրանքս հետևյալն է։ Մենք պիտի ուշադրություն դարձնենք հետևյալին։ Այդ նեղությունները մեր կյանքի մեջ պիտի կա։ Բայց ամենակալ Տիրոջ ամբողջ ծրագրի հիմքում ընկած է մեկ բան, մեր եսի մահ։ Որ մեր եսը խաչվի, որ մենք ազատվենք մեր եսից։ Վերջնակետում ինչ էր ասում, եւ ճշմարտությունը կազատեց ես, ինչուց։ Մեզից, որտեղ ամենամեծ խնդիրը ես եւ դուք եք մեզ համար։ Եվ սրա համար ինչ է պետք անել։ Ուրեմն վերևի համարից եմ ուզում կարդալ, որպեսզի մենք տեսնենք, թե բժշկությունը որտեղից է գալիս։ Ուշադրություն դարձեք 29 համարի մեջ Հիսուս ինչ էր ասում։ Եվ ինձ ուղարկող ինձ հետ է։ Մենք ունենք համար Մատթեոս ավետարան 28-ի 20 համարի մեջ գրված է. «Մինչև աշխարհի վերջ ես ձեզ հետ եմ»։ Տերն ասում է. «Եվ ինձ ուղարկի ինձ հետ է»։ Ինձ մենակ չի թողնում հայրը։ Բայց հիմի հարցը հետևյալն է, քուրս ջան, եղբայրներ ջան, Աստված մեզ մենակ թողում է, թե չէ։ Քուրս ջան, Աստված մեզ մենակ չի թողում, մենք ենք թողել ասում։ Մենք զատվել ենք, առանձնացվել ենք, մենք ինքնուրույն ենք դարձել սուվերեն, մենք ենք որոշողը, մենք ենք հեղինակը։ Բայց Հիսուսը ուշադրություն դարձեք, ասը որդին, ինձ եւ քեզ ինչ է սովորեցնում։ Հովանու ավետարան 5:30 համար։ Ես ինձնից չեմ կարող ոչինչ անել։ Ինչպես լսում եմ, այնպես եմ տատում եւ իմ տատաստանը արտա, որովհետեւ իմ կամքը չեմ որոնում, այլ ինձ ուղարկող հոր կամքը։ Քուրս ջան, եղբայրներ ջան, ուղղակի ուզում եմ տեսնել տարբերությունը։ Լավ, Հիսուսը ինքն իրան որից է մեկ բան չէր կարող անել։ Ինչն է խնդիրը։ Ասո է, որտեղ չէր կարող հրամայել քարերը հաստարնել։ Չէր կարող ինք իրեն գցել, գրված էր Աստված կպահեր։ Եղբայրս, քույրս, այսօր այս նրբությունը ես եւ դու արդեն պիտի շուտ հասկացած լինենք։ Մեր խնդրեմը հետեւյալն է, որ մենք մեր ինքնուրույն կամքով ենք անում, մեր սրտի ուզածով։ Ես բազում անգամ այս մասին խոսել եմ, երբ որ մենք ասում ենք Ասոյ կամ բոլորս ասում ենք, ասոյ կամքը բարին, հաճելին կատարյալն է։ Ասոյ կամքի տակ մենք հասկանում ենք մեր սրտի ուզածը։ Բայց դու ասոյ կամք հասկանում ես, քո ճզմվելը, քո տառապանքը, քո նեղությունը։ Հետաքրքիր է, ամենակալ Աստված Երեմիային տարավ խավարի մեջ, ինչու համար, որն էր նպատակը։ Ամենամեծ տանջանքներն ապրավ այս անձնավորությունը։ Երբ որ մենք նայում ենք Պողոս առաքյալի կյանքում նույն խնդիրն է, գիտեք։ Բայց հիշում եք, Ֆիլիպեցիս ներողություն, 2 Կորինթացիս 12-րդ գլխի մեջ ինչ է ասում ամենակալ Տիրոջ խոսքը։ Այսինքն Պողոս առաքյալը ինչ է ասում։ Կարդում եմ 7-ից 8 համարները։ Եվ որ հայտնություններ առավելությամբ չպարտանամ, մարմնից խայտոց տրվեցավ ինձ, որ սատանե հրեշտակը, որ ինձ բռունցքով ծեծ է, որ չգոռոզանա։ Եղբայրներ, քույրեր, ուշադրություն դարձրեք։ Մենք շատ անգամ ասում ենք Տիրոջը այս վիճակից ինձ ազատի, բայց հակառակ վիճակն է ստեղծել Պողոսի կյանքում։ Ինչի, որն է պատճառը, որ Պողոսի մեջ այդ հպարտությունը մեռնի, եսը մեռնի։ Բայց այսօր մենք այսպես չենք նայում։ Եվ նորից անդրադառնում եմ խոսքին, ինչ ասում Տիրոջ խոսքը։ Որովհետև ես միշտ նրան հաճելի բաներ եմ անում։ Աստված մենակ չի թողնում այն անձնավորությունը, որ ասում հաճելի բաներ անում։ Իսկ որն է հաճելին։ Քուրս ջան, եղբայրներ ջան։ Ուշադրություն դարձեք, մենք հաճելին հասկանում ենք ինչ որ վիճակներ, բայց մեկ բառ ուզում եմ հիշեցնել Հոբից, որովհետև ես միշտ նրան հաճելի բաներ եմ անում։ Հաճելին, երբ որ դու ապրում ես Աստծո կամքով,
Աստծո խոսքով։ Իսկ որն է Աստծո կամքը, քո սրբությունը։ Որն է Աստծո կամքը, առաջի Թեսաղոնիկեցիս 5:18-ի մեջ գրված է. ամեն բանի մեջ գոհացեք, որովհետև սա է Աստծո կամքը ձեր վրա, Հիսուս Քրիստոսում։ Այսօր ամենակալ Աստված ամեն բան անում է մեր համար, որ ես եւ դու ժառանգենք հավիտենությունը։ Երբ որ խոսում ենք կամքի վրայով, Աստծո կամքը բարին, հաճելին, կատարյալը։ Հոբը 42-րդում ասում էր. Աստված ինձի հրաշալի բաներ կներ։ Գուզենք այդ հրաշալին մեր կյանքում լինի։ Այսօր, եթե մեր կյանքի մեջ այդ խնդրումը գալիս է, մենք չենք ասում անունդ փառավորվի։ Աղոթում ենք Տեր այդ վիճակը մեր վրայից վերցա։ Հիմա երբ որ մենք նայում ենք Աստծո գործունեությունը, Աստծո ծերակիրը, հարց, Աստված մարդուն փորձում է թե չէ։ Իհարկե փորձում է։ Ծննդոց 22-ի առաջամարի մեջ գրված է. եւ այս ամենից հետո Աստված փորձեց Աբրահամին։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, Հակոբու թղթերի մեջ գրված այդ տողերը մենք շատ անգամ խառնում ենք, մենք մտածում ենք մեկ ուրիշ ձև։ Կարծամ, որպեսզի էլ ավելի պարզ լինի։ Երբ որ ասում ենք փորձյան մի տար կամ Աստված մարդուն չի փորձում, Աստված մարդուն չար բաներով չի փորձում։ Հոմ Աստված մարդուն կեղտոտ բաներով չի փորձում, որ մարդը այդ խնդրի մեջ ընկնի, խնդիրներ ունենա։ Իհարկե ոչ։ Աստծո փորձյան հնքում ընկած է մեկ բան, մեր սրբությունը թեպի մեր կատարելություն։ Գրված է. եւ այն երրորդ մասը պիտի տանեմ կրակի մեջ։ Նրանց պիտի զտեմ, ինչպես զտում են արծաթը, եւ նրանց պիտի փորձեմ, ինչպես փորձում են ոսկին։ Իմի կրակը ինչու համար է։ Կրակը մարդուն էլ ավելի է մաքրում աղտոտություններից։ Ոսկին ուրիշ կերպ չես կարող ստուգել իրեն մաքրությունը։ Ոսկու միակ վիճակը, որ ցույց է տալիս ոսկու իրական պատկերը կրակն է։ Եվ կրակը ինչ անում։ Այդ կեղտոտություններից ազատում է։ Հիմա հարց եմ տալիս, ուզում ես թե չէ քո կյանքի մեջ։ Ինքը հետևյալն ասում, որովհետև ես միշտ նրան հաճելի բաներ եմ անում։ Որն է Աստծուն հաճելի։ Շատ անգամ այս մասին, որ խոսում եմ, մարդկա կարող է ուրիշ ձև ընդունել։ Շատերը կան, օրինակ շատերին կարող եմ բերել, կուզեմ հիշեցնել քույրիկների, որոնք որ այդ ցավի տառապանքի մեջ, գիտեք, շուտով այս աշխարհից գնալու են, Աստծուն փառք են տալիս։ Սատանան ջախջախվում է այստեղ։ Լենորերի մեջ ամեն մեկն է փառք ուտան ասում, բայց հարց հետևյալն է, այդ ամենածանր վիճակիդ մեջ կրնաս ասում փառք տալ եւ գոհանալ։ Աստծո խոսքը ասում է ամեն բանի մեջ գոհացեք։ Հիմա եթե դու այդ ցավի տառապանքի մահվան մեջ գոհանում ես, Աստծո փառքը երևալու է թե չէ։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, ինքը ամենակալ Աստված հորդորում էր Պողոսի շուրթերով, որ Աստծո խոսքը բարձրանա։ Աստծո անունը փառավորվի։ Միսակ, Սեդրակ, Աբեդնագոն Աստծո անունը փառավորեցին, որտեղ։ Կրակենոցի մեջ։ Այն թագավորը, որ դեմ էր ելել ամենակալ Տիրոջը, խոնարհվեցավ Տիրոջ առաջին եւ ասեց. ուրիշ Աստված չկա։ Զատ, Միսակ, Սեդրակ, Աբեդնագոն ասուց։ Եվ ով որ Միսակ, Սեդրակ, Աբեդնագոն ասոց են, բան լխոսի, իրեն տուն աղբանոց դառնա։ Հիմա հարց եմ տալիս, Աստված որտեղ փառավորվեց։ Որ քայլի մեջ, կրակենոցի մեջ։ Այսօր Աստծո նպատակը հետևյալն է, որ ես եւ դու իրեն հաճելի բաներ անենք։ Որն է հաճելին։ Ամեն ինչի մեջ իրեն անունը փառավորել։ Որն է հաճելին սուրբ կյանք ապրելը։ Հիմա հարց եմ տալիս, մարդը կրնա սուրբ կյանք ապրի, թե չէ։ Երկինքով են մտնելու։ Հիմա եթե մենք սուրբ չենք, երկինք ո՞նց ենք մտնելու։ Երկինքը փակվա՞վ մեր դեմ։ Եղբայրս, քույրս, ես շատ անգամ այդ միտքը ասել եմ, սուրբ չի նշանակում մեղք գործող, սուրբ նշանակում է զատված, առանձնացված Տիրոջ համար։ Ղևտացիների 20-րդ գլուխ 26 համար, եւ դուք սուրբ պիտի լինեք ինձ համար, որովհետեւ ես Եհովա սուրբ եմ, ձեզ որոշեցի ազգերիցը, որ իմը լինեք։ Իմը լինեք։ Կարծամ տողեր, որտեղ որ ինքը ամենակալ Աստված ինձ եւ քեզ հորդորում։
Նույն Զաքարիա 13:9, որ համարներն ասացի, եւ այն երրորդ մասը պիտի տանեմ կրակի մեջ, նրանց պիտի զտեմ, ինչպես արծաթն են զտում, նրանց պիտի փորձեմ, ինչպես փորձում են ոսկին, նա կկանչի իմ անունը եւ կպատասխանեմ եւ կասեմ. նա իմ ժողովուրդն է, այսինքն սուրբն է։ Այսօր Աստված քեզ եւ ինձ կանչել է սուրբ լինելու, աստվածային բնությանը հաղորդ լինելու։ Այսօր շատերի մտքին հետեւյալն է, որ մարդը չի կարող սուրբ կյանք ապրել, բացարձակ սուտ է, դու կարող ես ապրել։ Այսօր մարդիկ նայում են, այդ մարդը ինչ որտեղ սայտակել է, մեղանչել է, բայց ինքը սուրբ է։ Հարց եմ տալիս, ոսկին քիչ տարբեր տեսակի կեղտերի մեջ, ինքը բնությունը կփոխը, ինչ է, ոսկի է, կմաքրես նորից ոսկի կդառնա։ Եվ Աստծո խոսքն ասում է, եւ ես ձեզ վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ։ Այսօր Աստված պատրաստ է քեզ ամեն անգամ այդ ջուրը սրսկելու, քեզ սրբելու։ Ինչի համար, որովհետև դու ընտրված ժողովուրդ ես, որովհետև դու Տիրոջ բաժինն ես, որովհետև դու սուրբ ես։ Սրա համար քույրս, եղբայրս, ամենակալ Աստված ուզում է, որ դու մտածես սա եւ ապրես այդ կյանքով։ Եվ ասում է Տեր Հիսուս Քրիստոս, միշտ նրան հաճելի բաներ եմ անում, միշտ, ոչ թե շաբաթը 3 անգամ, 4 անգամ։ Շարունակության մեջ գրված է. եթե դուք իմ խոսքի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներն եք։ Այս գալիս եմ դեպի այն վիճակին, որ մենք այդ ազատագրությունն ունենք։ Ճշմարտապես աշակերտ, իսկ ինչ է աշակերտը, ինչպիսին պիտի լինի։ Ուշադրություն դարձեք, առաջին ուզում եմ կարդալ Եսայի մարգարեության մեջ գրված հետևյալ տողերին, որտեղ որ ամենակալ Աստված ասում է 54-րդ համարը, Եսայի 54-ը, Տեր Յովան ինձ ուսումնավար լեզու է տվել, որ գիտնամ վաստակացին օգնել, խոսքով, նա զարթնեցնում է, ամեն առավոտ զարթնեցնում է իմ ականջը, որ լսեմ աշակերտին պես։ Հիմի հարցս ուղղված է, ես եւ դու աշակերտ ենք, թե չէ։ Քուրս ջան, եղբայրներ ջան, մենք դպրոց ենք գնացել մեր երեխեքը, հետաքրքիր է, դպրոցում երեխան քանի ժամ է անցկացնում։ 4-ից 5 ժամ, այդպես է։ Իսկ տանը ինչքան է այդ դասերի վրա մտածում։ Մի 2-3 ժամ է տև, 7 ժամ։ Ես եւ դու աշակերտ ենք, թե չէ։ Երբ որ նայում ենք Ղուկաս ավետարանի մեջ, երկրորդ պահը, որպեսզի ես տեսնեմ, թե ինչ չափով եմ ես աշակերտ։ Կարդում եմ Ղուկաս ավետարան 14-րդ գլխի մեջ գրված հետևյալը աշակերտության կինը։ Գրված է 26-27 համարները։ Եթե մեկը ինձ մոտ գա, այսինքն ուզենա աշակերտ դառնա, ինչ են քայլերը, չատե իր հորը, մորը, կնոջը, որդիներին, եղբայրներին, քույրերին, եւ հենց իր անձն է, նա չի կարող իմ աշակերտը լինել։ Եվ ով որ իր խաչը վեր չի առնում իմ ետևից գա, նա չի կարող իմ աշակերտը լինել։ Բազում անգամ մենք սա ասել ենք, դուք շատ լավ գիտեք, ոչ թե այստեղ հորն ու մոր ատելն է կամ չգիտեմ մերժելն է, որտեղ պատվիրանը 5-րդ գրված է պատվիր քո հորն ու մորը, կնոջը երեխեքին ատելը, ոչ սիրելիս։ Այստեղ ամենակալ Տիրոջ բուն նպատակը աշակերտ լինելու համար քո սրտի մեջ առաջինը պիտի լինի վարդապետը։ Եթե ոչ, դու չես կարող իրեն աշակերտ լինել, որովհետև դու ում խոսքն ես առաջին անում, այն մարդուն, որն որ քո սրտի մեջ սիրել է։ Եվ շարունակության մեջ գրված է, նայեք, եւ որ իր խաչը վեր չառնում, բայց նայեք վերջնակետը 26-ի, եւ հենց իր անձն է։ Մենք խոսեցինք, մեր համար առաջի թշնամին մեր եսն է, մեր անձն է։ Գրված է, եւ ով որ իր խաչը վեր չի առնում իմ հետևից գա, նա չի կարող իմ աշակերտը լինել։ Խաչ շատերը այսօր խորում մտածում են հալածանք, տառապանք, նեղություն, խաչը սա։ Բայց խաչը բուն, քուրս ջան, եղբայրներ ջան, կանվել խաչը փայտին, մեռնել։ Եթե այսօր դու չես համաձայնվել, որ քո եսը մարմնավորությունը մեռնի, դու Քրիստոսին աշակերտ չես կարող լինել։ Կարող է շատ բաներից հրաժարվել, բայց եթե քո եսի չես հրաժարվել, դու ասում չես կարող լինել աշակերտ։
Սրա համար խնդրանքս հետևյալն է, որ ես եւ դու կարողանանք այս քայլերը մեր կյանքի մեջ ունենալ։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը մեզ ամեն մեկից ցույց է տալիս հետևյալը. Եթե դուք իմ խոսքի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներ եք, ճշմարտությունը կճանաչեք։ Հովանու ավետարանի մեջ Տեր Հիսուս Քրիստոսը ինձ եւ քեզ սովորեցրել է հետևյալը. 14:6 Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը։ Քուրեշ եղբայրներ գրված է. Եվ դուք ճանաչեք ճշմարտությունը։ Պողոս առաքյալը հետաքրքիր է հաղթությունները որտեղից էս մարդու կյանքի մեջ ինչ էր անում, ինչ տարբերություն իմ եւ քո եւ նրա միջեւ, որն է տարբերությունը։ Կարդում եմ 2 Տիմոթեոս 1:12 համար, որովհետեւ գիտեմ թե ում եմ հավատացել եւ համոզված եմ, թե նա կարող է իմ ավանդը պահել։ Պողոս առաքյալը ճանաչում էր Տիրոջը։ Եվ ինքը Տեր Հիսուս Քրիստոսը հետևյալն է ասում։ Հովանու ավետարան 10:27 համար։ Իմ ոչխարները իմ ձայնը լսում են։ Եվ ես ճանաչում եմ նրանց եւ իմ հետևից գալիս են։ Քուրեշ ջան, եղբայրներ ջան։ Այսօր հարցը հետևյալն է, որ դու Տիրոջը ճանաչում ես, թե չէ։ Եվ ինչ ես ճանաչում։ Այսօր նայում ես հարանվանությունները կարծես թե բաժանված են տարբեր ուղղությունների։ Այսինքն բաժանված են, ոչ թե կարծես։ Որտեղ մեկը ասում մեկ կողմից է նայում, մյուսը ասում նայում է մեկ կողմից։ Մեկը նայում է մեկ կողմը մենակ խիստ օրենքը, մյուսը նայում է մարմնավոր ազատությունը։ Հարանվանություններից մեկի լիդերներից մեկը ինչ ասաց։ Ասում եմ, մենք շատ անգամ քարոզում ենք, ասում ենք մեռած եկեղեցիներից եկեք կենթանի եկեղեցիներ։ Կենթանի եկեղեցին ի նկատի ունեն իրենց։ Եվ ասում է, մենք օրենքի տակ չենք, այլ շնորհքի տակ։ Եվ ասում է, շնորհքի տակ իրենք անում են իրենց սրտի ուզած։ Քույրեր ջան, եղբայրներ ջան, ասում պետք է ամբողջական ճանաչել։ Աստված սերը, այո եւ ամեն, Աստված սերը։ Բայց միևնույն ժամանակահատված Աստված նախանցախնդիր Աստված է։ Իրեն փառքը ուրիշ մեկին չի տա։ Եթե դու այսօր ասում ամբողջական չես ճանաչում, իմացիր, որ կունենաս մեծ խնդրեմ։ Այն մեկ մասը, որ օրենքի խստություններ ընդունում, տանում է մեկ ուրիշ վիճակի, այն մյուսը տանում է մեկ ուրիշ վիճակի։ Մենք շատ անգամ խոսել ենք օրենք եւ շնորհքի մասին։ Որն է օրենքը եւ ինչի համար եղավ օրենքը։ Օրենքը դաստիարակ եղավ մեզ Քրիստոսին բերելու։ Այդպես է թե չէ։ Օրենքը ցույց է տալիս մեր մեղավոր բնությունը, մեր անկարող վիճակը։ Քուրեշ ջան, եղբայրներ ջան, ամենակալ Աստված մեզ օրենքով բերեց միացրեց Քրիստոսին։ Այսինքն մեկ դասարանից բերեց տվեց ուրիշ դասարան, որը Քրիստոս։ Հին ուխտից բերեց նոր ուխտ Քրիստոսին, որ մենք կարողանանք տեսնել, որ մենք կարող ենք ապրել սուրբ կյանք։ Հին ուխտի մեջ մարդիկ խորհրդացում են, որ ի վիճակի չեն եւ որից մեկը չկարողացավ, բայց մենք ի շնորհ Քրիստոսի մեզ համար բացվեց երկինքը եւ այսօր ես եւ դու կարող ենք ապրել այդ կյանքը։ Քրիստոսի շնորհիվ։ Հիմա հարց եմ տալիս. շնորհքը ում է տատում, ինձ թե դիմացիններից։ Շնորհքը ինձ է տատում։ Մի հատ հարց եմ ուզում տալ ինձ եւ քեզ։ Երբ որ քո երեխան մի հատ սխալ է անում, իրեն օրենքով ես մոտենում, թե շնորհքով։ Իսկ եթե ուրիշի երեխան է այդ չարությունը կամ սխալն անում, ի՞նչն է օգտագործում։ Օրենքի խստությունը, չէ՞։ Մի օր եղբայրներից մեկը եղբորը հանդինում անում է, ինչ ասում։ Ասում է, եթե իմ տղան լիներ, ես տնից դուրս կանեի։ Ասում է, իհարկե, եթե քո տղան լիներ, ես է դուրս կանեի։ Միտքը պարզ է, իմ երեխային ես երբեք դուրս չեմ անում, իմն է։ Այսօր շնորհքը Քրիստոս կյանքն է։ Շնորհք նշանակում է նվեր, պարգև, ողորմություն, առանց քո արժանիքները, տրված է Տիրոջ կողմանը։ Այսօր Աստված ուզում է, որ դու գիտակցես, որ Քրիստոսի շնորհիվ դու
փրկված ես, որ Քրիստոսով դու կարող ես ապրել սուրբ կյանք, որ Քրիստոսով կարող ես ներել, Քրիստոսով կարող ես սիրել։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, եւ ինքը Տեր Հիսուս Քրիստոս ինչ ասում, կճանաչեք ճշմարտությունը եւ ճշմարտությունը ձեզ կազատի։ Ինչու՞ց։ Մեր հին բնությունից, մեր եսից։ Մարդը եթե ազատ է, ինչ կյանքով է ապրելու։ Եվ նորից եմ ասում, այսօր շատ քույր եղբայրներ տարբեր վիճակներից ազատվել են, շատ տարբեր, երևի 90% բաներից ազատվել են։ Մեկ լինում է մի հատ տեղ ես գնում, քեզ հաճելի չէ, թողնում գնում ես։ Որտե քո մեջ չկա այդ ամենը։ Լինում ենք բարակա ինչ-որ բանի մասին խոսում են, մարդը ասում է, վերջը, ես ինչ է չհասկացա, ումի նկատի ունեմ։ Հիմա եթե իմ մոտ գան ծխելուց խոսեն, ես երբեք չեմ մտածի, որովհետև ազատ եմ։ Բայց իմ հարց հետևյալն է, ես իմ եսից ազատ եմ, թե չէ։ Ինչի եմ նեղանում, որն է պատճառը, որովհետև հին բնությունից դեռ ազատ չեմ։ Իսկ սրա համար ամենակալ Աստված Պողոսի միջոցով հորդորում եւ ասում էր. ես իմ անձս կճնշեմ ու կնվաճեմ։ Դու կարող ես ճնշել քո անձը եւ հաղթել։ Սա իրականություն է, սա հեքիաթ չէ։ Տեր Հիսուս Քրիստոս եկավ աշխարհ որպես մարդ, ապացուցելու մարդուն, որ մարդը եթե մնա Աստծո խոսքի մեջ, կարող է դեմ տնել մարդկային բոլոր ցանկություններին։ Անապատի փորձությունը ինքը Հիսուս ցույց տվեց մարդու համար ամենակարևորակույնն է։ Հիմա հարց եմ տալիս ես, քուրեր ջան, եղբայրներ ջան։ Անապատի մեջ ես, սոված մեռնում ես, ծառավ, ոչ հաց կա, ոչ ջուր կա։ Հիմա որ կան ասեն, թե քեզի անապատի մեջ թակավոր պիտի հրճակենք։ Այդ կուզես թե մեկ բաժակ ջուր, մեկ կտոր հաց։ Որը կուզես։ Հիմա որ կան ասեն, քեզ թքեն, մրեն, անպատվեն։ Որը կուզես։ Այդ թե մեկ կտոր հաց է եւ մեկ բաժակ ջուր է։ Եթե դու կյանք ես ուզում, ինչի՞ չես համբերում եւ ինչի՞ չես կարող դեմ տնել, որն է պատճառը։ Եթե ես ճանաչեմ ճշմարտությունը եւ հավատամ, որ ինքն է Քրիստոս, կյանքը, ճանապարհ եւ ճշմարտությունը, կանցնեմ այդ ճանապարհով։ Թող Տեր օգնական լինի ինձ եւ քեզ։ Եղբայրս, քույրս, մենք շատ անգամ երբ որ խոսում ենք ճշմարտությունից, կա մարդկային ճշմարտություն եւ կա Աստծո։ Կա ճիշտ եւ ճշմարտություն։ Նայեք, ես շատ անգամ այդ միտքը բերել եմ Առաջի թագավորաց 8-րդ գլուխ։ Իսրայելի ծերեր հավաքման եկան Ռամա Սամուելի վրա եւ ինչ ասեցին. դու ծերացել ես, քո որդիկները քո ճանապարհով չեն քայլում։ Հիմա հարց եմ տալիս, ճիշտ էին ասում, թե սու։ Գրված է։ Կներեք։ Իսրայելի բոլոր ծերը ժողովեցան, գնացին Ռամա Սամուելի մոտ եւ նրան ասացին. դու ծերացել ես, քո որդիկը չեն քնում քո ճանապարհի մեջ։ Արդ մեզ վրա թակավոր դիր, որ մեզ դատեն ինչպես որ ամեն ազգերը։ Հարց եմ տալիս, ճիշտ էին ասում, թե չէ։ Սամուելը ծերացել էր, իր տղեկն է, գումարները կվերցնեն, դատերը կծռեն։ Այս ամենը ճիշտ էր, բայց ինչ էր թաքնված։ Այս ճշտի հետևում մերժում էին ամենակալ Աստծոյի թագավորություն։ Ճշմարտություն հետևյալն էր, որ մարդը այդ ճիշտը օգտագործում էր իրեն սրտի ուզածը անելու համար։ Այսօր բաներ կա, մենք շատ անգամ Աստվածաշնչից համարներ ենք բերում, ասում ենք այսպես է գրված, ի նպաստ մեզ, բայց հարց հետևյալն է, համար ինչ ես օգտագործում, քեզ արտարացնելու, քեզ ծածկելու։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, դու այսօր Քրիստոս այրանքին ես, շատ թանկ արժես։ Ուղղակի խնդրանքս է, որ ես եւ դու այսօր ապրենք ազատ կյանքով, մեր եսից ազատված։ Հիմա մարդ բնությունը, որ ստեղծվել է, մի հատ հարց եմ ուզում տալ։ Դու մտածում ես, շնչես, արտաշնչես, շնչես, արտաշնչես։ Ինչի՞ չես մտածում։ 4 թթվածինը կարևոր է։ Դու ազատ ես, քո մեջ այդ կյանքը ազատ դրված է։ Այդպես պետք է լինի Քրիստոսի հետ ապրելը։
Դու պիտի չմտածես ինչ անես, որտեղ քո մեջ այդ բնությունը կա։ Աստված սրա համար է քեզ կանչել։ Բայց մենք տարբեր վիճակներ ենք ստեղծում։ Ժողովող գրքի մեջ գրված է Աստված մարդուն ուղիղ է ստեղծել, բայց մարդիկ տարբեր հնարքներ են փնտրել։ Այսօր հնարք մի փնտրիր, փնտրիր Տիրոջը։ Իսկ որտեղ փնտրեմ Տիրոջը։ Իրեն խոսքի մեջ։ Թող Տեր օգնական լինի ինձ եւ քեզ, քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր նայում եմ ժամանակ հատվածներ, իրոք շատ եմ մոտենում Տիրոջ գալուստին։ Խնդրանքս հետեւյալն է, որ ես եւ դու պիտի ապրենք Աստծուն հաճելի կյանք։ Ամենամեծ ցավը գիտեք որն է։ Որ մեր մեջ մարդիկ Քրիստոսին չեն տեսնում։ Զաքարիայի մարգարության մեջ մարգարեն նայեք ինչ է հորդորում եւ ինչ ասում։ Այսօր մենք պիտի ապրենք այդ կյանքը։ Եթե ոչ, մեր ապրածի նպատակը որն է։ Զաքարիա 8-րդ գլուխ 23-րդ համարն եմ կարդում։ Այն օրը կբռնեն ազգերի ամեն լեզուներից 10 մարդ, այսինքն կբռնեն մեկ հրեա մարդիկ ղանցք ասելով գնանք ձեզ հետ, որտեղ լսել ենք որ Աստված ձեզ հետ է։ Եվ այդ օրինակը շատ եմ պատմել, երբ որ հուղարկարության ժամանակ այդ Յովայի վկահետ եղբայրները վիճում էին անհավատ մեկը մոտեցավ, ասաց չգիտեմ դուք ով եք, ինչ հավատքի տեր եք, բայց երբ որ ես տնից դուրս եմ գալիս, միշտ աղոթում եմ, Կարապետի պաշտած Աստված ինձի ողորմություն արա։ Եղբայրս քույրս այսօր քո մեջ մարդիկ պիտի տեսնեն Աստծուն։ Ինչու համար էր Աստծո խոսքն ասում եւ Աստված իր պատկերով եւ իր նմանությամբ պես մարդը ստեղծեց։ Հետո դու նմանը չես։ Չէ որ Տեր Հիսուս Քրիստոս եկավ, վերստին ծնունդի նպատակը սա էր նմանությունը։ Պողոս առաքյալ առաջի Կորինթացիս 11:1-ում ասում էր ինձի նմանվեք, ինչպես ես էլ Քրիստոսի։ Պետրոսը առաջի Պետրոս առաջի գլուխ 15 համարում ինչ էր ասում։ Ձեզ կանչող Սուրբին պես դուք ալ սուրբ եղեք ձեր բոլոր վարմունքներում։ Հիմի հարց, մենք կարող ենք ապրել այդ կյանքը թե չէ։ Աստծո խոսքն ասում է, սիրելիս, դու կարող ես։ Ինչի համար կամ ինչ կերպ համոզում եմ, որտեղ ինձ ընտրել է Աստված։ Եթե Աստված ընտրել է, ուրեմն ինքը գիտե, որ ես կարող եմ։ Հիմի եթե որուցեմ եք անձնավորություն, միշտ այդ օրինակները տալիս եմ։ Եթե ինձ տվել են հիվանդանոց ու ասել են, որ Հայաստանի մեջ այդ հիվանդանոցը ամենալավագույնը պետք է լինի։ Մեծ գումարներ են տվել ամենալավ սարքավորումները։ Հիմի հարց եմ տալիս։ Վարուժ եղբորը կտանեմ իմ մոտ աշխատելու որպես խիրուրգ։ Առաջի վիրահատությունից հետո կմահանա։ Իմ աղբերն է վարուժը, բայց ինքը այնտեղ խիրուրգ չի կարող աշխատել։ Ում կտանեմ։ Լավ բժիշկներին։ Հիմի հարց եմ տալիս։ Աստված ունի գործ երկրի վրա։ Հիմի այդ գործի մեջ ումն է կանչե Ինձ եւ քեզ։ Եթե ես չեմ կարող, Աստված ինձ ինչ է կանչե, որ իր գործին պրավալ տամ։ Չէ։ Այսօր ես սա պիտի հասկանամ եւ պիտի ընդունեմ։ Աստված ձեզ օգնի, քուրեր ջան, եղբայրներ ջան։ Խնդրանքս հետեւյալն է։ Ապրենք Աստծուն հաճելի կյանք։ Եվ մեկ համարել եմ ուզում հիշեցնել, այսօր շատերի մեջ տարբեր կռիվներ կա, տարբեր խնդիրներ կա։ Մի հատ համար եմ ուզում հիշեցնել ամեն մեկից։ Ողբ Երեմիայի 3-րդ գլուխ 37 համարի մեջ գրված է ով է նա որ ասի եւ կատարվի եթե Տերը չի հրամայել։ Այդպես է թե չէ։ Ինչ եք մտածում։ Եթե Աստված չի հրամայել, սա կարող է լինել, թե չէ։ Հռոմեացիս 13:1-ի մեջ գրված է ամեն անձ թող հնազանդե բարձր իշխանություն են, որովհետև չկա իշխանություն, որ չի Աստվածանից։ Ներկայիս իշխանությունները Աստվածանից են կարգված։ Ուրեմն իշխանության հակառակող Աստծո հրամանին է հակառակում եւ հակառակող իրեն անձերը դատաստան կընդունեն, որովհետև իշխանները բարի գործի համար վախի պատճառ չեն, այլ չար գործերի։ Կամենում ես իշխանությունից չվախնաս, բարի գործեր նրանցից գովասան ընդունես։ Խնդրանքս հետեւյալն է, երբեք միք դրեք վերսեք ինչ որ բաներ։ Ես հավատում եմ մեկ բան։ Այս պատերազմները, խնդիրները թույլ է տվել Աստված։ Եթե նայում ենք այս խնդիրները, ինչ որ կա երկրը, Աստված նախապատրաստական աշխատանքները տանում մեր կյանքի մեջ։
թույլ է տալիս, որ տեսնի, մենք հավատում ենք իրեն խոսքին, թե չէ։ Տարիներ առաջ, ուրեմն կրոնի գործերը հավաքել էին տարբեր հարանվանություններ, ամեն մեկը սկսեցին իրենց կողմը, իրենց արտահայտությունը։ Ամեն մեկը խոսած, մեկը ասում է մեզ հալածում են, մեկը նեղություն են տալիս։ Խոսքը տրվավ Հրատ եղբորը։ Հրատ եղբորն ասեց, եթե ձեզ ճշմարտության համար հալածում են, ուրախացեք, ցնծացեք։ Ինչ խնդիր ունեք։ Եվ ամենակլխավորն ինչ ասեց բոլորին։ Այսօր չեք նայում, երիտասարդությունը կորսում է, իրար հետ կռիվ եք տալիս։ Ասեց ձեր կռիվը, եսի կռիվը։ Առաջինը լինելու կռիվը։ Քույրս եղբայրս, այսօր մենք ունենք կռիվ, եւ այդ կռիվը մեր առաջին լինելու չէ, մեր կռիվը պետք է լինի մեր ընտանիքի փրկությունը։ Երեխայիցը թանկ ինչ ունես։ Թորնիկիցը թանկ ինչ ունես։ Ամուսնուցը կնոջիցը թանկ ինչ ունես։ Եթե սրա մասին չես մտածում, քո հավատքը ումն է պետք։ Ուրեմն խնդրանք սա, փոխենք մեր պատերազմը։ Մեր պատերազմը պետք է լինի մեր եսի հպարտության դեմ։ Ես շատ անգամ խոսում եմ այս մասին, ասված թողներ այսօր եկեղեցիները այս վիճակի մեջ են։ Այս վիճակի մեջ են։ Եզեկիել մարգարեություն 16:49։ Ահա սա է քո քույր Սոդոմի կարդամ այդ տողերը։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի կուզեմ, որպես այսօր մենք դատարենք ամեն ինչ եւ սկսենք ճիշտ Աստծուն հաճելի կյանքով ապրել։ Գրված է Եզեկիել 16:49։ Ահա սա է քո քույր Սոդոմի անօրենությունը։ Հպարտություն, հացի կշտություն, անհոգ հանգստություն։ Մի հարց եմ տալիս։ Առաջինը ինձ եւ բոլորիս։ Մեր մեջ հպարտություն կա թե չկա։ Կա մարդ, որոնց հպարտություն չունի։ Բոլորիս մեջ կա ես հպարտություն։ Մի առաջի կռիվը պիտի լինի, որպեսի հաղթես, ուրեմն քո եսը մերծրա, անցի երկրորդ քայլին, որն է երկրորդ քայլը։ Հացի կշտություն։ Այսօր մենք ամենաշատ ինչի մասին ենք մտածում։ Մարմնավոր հացի մասին թե հոգևոր։ Թող մեկը ձեր բարձրացնի, որ իր առաջի բուն նպատակը հոգևոր հացը։ Այսօր մենք ավելի շատ ժամանակ տրամադրում ենք մարմնավորին։ Եվ սա է պատճառը, որ մենք հաղթության չենք հասնում։ Ինքը Հիսուս ինչ էր ասում, որովհետև ես միշտ իմ հորը հաճելի բաներ եմ անում։ Որն է հաճելին, մարմնավոր կերակրել ես անցը թե հոգևոր։ Եվ հաջորդ քայլը գրված է անհոգ հանգստություն։ Պաշտամունքից հետո ամեն մեկը շտապում են տուն հանգստանալու։ Ճաշնեպելու, լվացն անելու, մեկ կրոն պարգել հանգստանալու, կոֆեն խմեն, մինչև երկունքա քնին։ Բայց հետաքրքիր ասված ինչի համար է, կանչե ինձ եւ քեզ սրա համար։ Երկրորդ մնացորդած 29-րդ գլուխ 11 համար մեջ գրված է. Արդ որդյակներ, անհոգություն մի կնեք, որովհետև Տերը ձեզ ընտրեց։ Ինչու համար ընտրել, որ նրա առաջին կանգնեք նրան ծառայելու համար։ Հիմի զինվորը գնացել է ծառայության, առավոտ կելնի հացը կուտե, կերտակը պարգի, ճաշին հացը կուտե, վերջը ընթրիկին հացը կուտե ու կերտակ քնի, սրա համար է։ Ով պիտի ծառայի իր տեղը։ Ով պիտի ծառայի։ Հիմի հարց եմ տալիս, ասված բոլորիդ կանչել է ծառայելու համար։ Ասենք ումն եք ծառայում, ձեզ թե Աստծուն։ Ասված եկավ տեսավ, որ քո կինը մեծ է։ Եվ այդ կինը միայն իր որդի Քրիստոս այրունն է։ Այրունը տվեց, քեզ գնեց, որ իրեն համար ծառայես։ Հիմի հարց եմ տալիս, ծառայում ենք թե չէ։ Հիմի ինչի համար Աստված իր որդին զոհեց։ Այն կյանքով ենք ապրում, այն միտքը որն էր, որ Քրիստոսին զոհեց։ Դե առանց զոհելու այդպես ապրում ենք, էլի։ Թող Տերը ներող լինի մեզ եւ Աստված օգնական լինի, որ ապրենք իրեն ուզած կյանքով։ Նորից կարդում եմ այդ խոսքը, որ եղբայրը կարդաց Հովանու ավետարանի մեջ ամենակալ Աստված ասում է.
եւ ճշմարտությունը կճանաչեք, ճշմարտությունը կազատի ձեզ։ Ինչու՞ պիտի ազատի մեր եսից, որովհետեւ մեր առաջ համար մեկ ճշնամին մեր եսն է, թող Տիրոջ անունը